Եվ մեկը իր մասին հուշեր գրած է, որ եթե Անդոնյանը որևէ մեկ թերթի խմբակրատուն մտներ եւ սկսեր հոն աշխատել, գիտեք, որ այդ թերթի խմբակրատան մեջ ապստամբություն պիտի ձախի։ Մենք այսօր ավելի շատ բան գիտենք ինչ էր կատարում, քան այն ժամանակվա մարդիկ, որ ապրել են։ 23 անգամ ձերբակալված եւ բանդարգված է։ 23 բան փոխած է։ Բարև ձեզ, այսօր մաքուր պատմության մեր զրուցակիցն է Միրան Մինասյանը, ով Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի եւ Մաշտոցյան մատենադարանի տնօրենների խորհրդական է, եւ մենք այսօր խոսել ենք Արամ Անտոնյանի մասին, մի մարդ, ով ժամանակի ամենահայտնի մտավորականներից էր, ամենահայտնի ինտելեկտուալներից էր եւ շատ մեծ գրական ժառանգություն է թողել։ Պատմվածքներ, թղթակցություններ տարբեր լրատվամիջոցներում ժամանակի նաև փաստաթղթավորել է այն ինչ կատարվել է իր հետ Հայոց ցեղասպանության ժամանակ, որովհետև ինքը եղել է այն մտավորականներից, ովքեր ձերբակալվեցին եւ աքսորվեցին 1915 թվականի ապրիլի 24-ին։ Նա փրկվում է եւ նաեւ իր պեղուն աշխատանքը շարունակում նաեւ Հայոց ցեղասպանության ընթացքում եւ Հայոց ցեղասպանությունից հետո եւ այդ ամեն ինչի մասին մենք խոսել ենք այսօր պարոն Մինասյանի հետ եւ չափազանց հետաքրքիր հաղորդում է ստացվել, չափազանց հետաքրքիր բաներ կարող եք իմանալ, քան նաեւ Հայոց ցեղասպանության ամենօրյա այդ առօրյա կյանքի վերաբերյալ, ոնց որ անպայման դիտեք միջև վերջ եւ կարդացեք պատմություն, կարդացեք եւ սիրեք պատմություն, այդ թվում նաեւ Արամ Անտոնյանի այս գրքերը, որը նա թողել է մեզ ժառանգություն։ Միրան ջան, ողջույն։ Վաղուց էինք ուզում հանդիպեինք, բայց ինչ-որ քո զբաղվածության պատճառով չէր լինում եւ կուզենայի տեղեկացնել մեզ լսողներից, զբաղվածությունը կապված է Արամ Անտոնյանի հետ, որի մասին մենք այսօր խոսելու ենք։ Միրանը աշխատում է Արամ Անտոնյանի նվիրված մեծ աշխատության վրա եւ դրա համար այսօր մենք խոսենք մի մարդու մասին, որին ես համարում եմ դրանպես 20-րդ դարի ամենամեծ հայկական ինտելեկտուալներից մեկը, չէ, մտավորականներից մեկը, այսպես մարդ, որ շատ մեծ գրական ժառանգություն է թողել, բայց ցավոք սրտի անհայտ է մեր հասարակության համար եւ կարծում եմ լավ առիթ է իր մասին հիշեցնել։ Ուզում եմ սկսենք իր մանկությունից։ Ունենք իր մասին տեղեկություններ, ոնց է անցը, ինչ է եղել։ Ունենք։ Ահա։ Ինք փոքրիկ ինքնագենսագրական մկրած է, որ դպված է Տոտիկի 1912 թվականի դարեցուցի մեջ, ուր խոսի իր մեծ հորը մասին եւ հետո գանտրատարնա ինք իր գործունեության, իր կյանքի շատ ամփոփ է, ընդամենը 2-3 էջանի, բայց որ այնպիսի մանրամասնություններ տված է, որոնց ուրիշ դեր չենք հանդիպիր։ Ընդհանրապես իր մասին քրագանությունը որ գա շատ ցանցար է, շատ քիչ է, ինք ամբողջական ծավով իր հուշերը չէ գրած, բայց գրած է այլոց մասին հուշեր, ցեղասպանության վերաբրողներու, նահատակներու կամ դարբեր մարդոց մասին, ուր երբեմն պատմած է իր գաբը այդ մարդոց հետ, եւ հոնգե ինչ որ մանրամասնություններու գզանոթանանք իր կյանքի հետ կապված, իր մանկության հետ կապված։ Նախ իր մասին խոսել է առաջին, որ ինք եղած է բազմաշնոր մտավորական։ Ունեցած է այնպիսի հարաբերություններ, որ մեկ մարդու մեջ քիչ կվադայ, որ այդ կան հարաբերություններ հավաքվին։ Եղած է շատ լավ պատմվածակիր, եղած է դասակիրքերու հեղինակ, եղած է լավ գրող, լավ խմբակիր, հրաբարակակիր, շատ համտուկն, եղած է լավ պատմապան, եղած է եւ բախտ այնպես բերած է իրեն, որ ինք մդերի մտարնա դասնյակներով հայ մտավորականներու։ Ամենասիրելի անունները, որ գիտենք, 19-րդ դարու վերջ, 20-րդ դարի սկիզբի մինչև 1950-ական, դասնյակ մը այդպիսի շատ սիրելի անձնավորություններում ամենամդերին, հարազատ բարեկամի եղած է։ Կոմիտաս Վարդապետ, Գրիգոր Զոհրաբ, Զաբել Եսայան, Հակոբ Պոշագան, Թրգադինցի, Ռուբեն Զարտարյան, Դանիել Վարուժան, Արդաշես Հարությունյան, Սողոմոն Տեհիրյան, Զորավար Անտրանիկ, Միսակ Մեծարենց եւ այդպես։ Հույրմա այսպես մեծ մտավորական։ Այսինքն իր կյանքը իրականում այդ մարդկանց բանն է, շրջանակի մեջ է ապրել, հա։ Եվ ճակատագիրը այնպես բերավ, որ շատ մտավորականներու
վերջին օրերու ագանադեսը եղավ։ Բայց նաև հոն ագանադեսը եղավ Դանիել Վարուժանի վերջին ամիսներու կյանքին։ Եվ ինք էր միակ վավերագրողը, թե ինչպես աշխատեր Դանիել Վարուժան, ինչպես նահատակվեցավ եւ այդպես։ Այդ իմաստով ինք շատ բազմաշնորհ է։ Նաև ասեմ, որ հնադիպ քիրքերու լավագույն մասնակետը եղած է իր օրերում։ Նաև եղած է շատ լավ երգիծանագարիչ։ Նկարել եմ նույնիսկ։ Բաժանել իր նկարները, այնքան ահավոր զարամնգարներ են եւ երևի մեր լավագույնն է, այսինքն դժվար է այդպիսի արտահայտություն ունենալը, բայց հաստատ մեր լավագույն զարամնգարիչներ են, երգիծանագարիչներ են մեկն է։ Եվ միութենական գործիչ է, ասկային գործիչ է, հսկա գրատարանիմը 30 տարվա հիմնադիր եւ դնորեն եղած է, վարիչ եղած է, այնպես որ գործ ունենք ներում, որ դարբեր ուղղություններով աշխատած է եւ այդ բոլոր ուղղություններում մեջ եղած է բարգեշտ, եղած է համտուկն, եղած է գործի դիլաբեդով աստղ։ Ուզում հասկանանք որտեղից այդ ամեն ինչի հիմքերը, այսինքն ով էին դրել այդ գրասիրության, ընթերցասիրության հիմքերը, ով էին ծնողները, Թիֆլիսում է, կներ պոլիսում է, չէ, պոլիսում է ծնվել։ Պերատ աղամասի հայապնակ Պերատ աղամասի մոդագայքը Տրկապնակ թաղմը եղած է, այդ թաղի մեծ ծնած է 1879 թվականի սեպտեմբերի 1-ին։ Ինք փոքրիկ ինքնագենսակրական մունի, ինչպեսի տյոտիկի դարեցույցի մեջ, ոնք գխոսի իր մեծ հորը մասին, գսե որ իր մեծ հայրը եղած է Ենիչերի։ Եվ մասնակցած է հույներու թեմ բادرազմին, 1820-ի բادرազմին։ Հայրը եղած է Օսմանյան բանակի զինվոր, մասնակցած է Խրիմի բادرազմին, քերի ինգաձերուսերուցերքի եւ մոտ 2 տարի բանդարգված է։ Ինք հաջախած է Նարեկյան վարժարանը Բոլսո, արսակույն գրթություն չէ ստացած, 18-20 տարեկանին արդեն լրագրական կյանքի մեջ մտած է, թերթի խմբակիր եղած է, 20-21 տարեկանին թերթի խմբակիր էր, օրաթերթի խմբակիր, պատկերացրեք բադանի երթեր։ Իսկ ֆրանսերենի իմացությունը որտեղից է, այդտեղից էր էլի թե։ Ինք լավ հունարեն գիտեր, դպրոցը հունարեն սորված է, եւ քանի անգամ ինք գրած է, որ դասերում մեջ եղած է շատ ամպույտ, կամ նաև դպրոցի մեջ միշտ հարցերը ստեղծող, շատ անհանդարտ անձնավորություն եղած է, եւ իր կբայեց այդ մեկը մինչև իր կյանքի վերջը։ Ֆրանսերենի մասը։ Ֆրանսերեն շատ լավ չէր գիտեր սկիզբը։ Իր երկու քիրքերը Դավիթ Բեկ անունով մեկը գար, արաբ գիրցի, որ Փարիզ գաբրեր, անեմ որ իր երկու քիրքերը սկիզբը թարգմանեց ֆրանսերենի, Հալեբի Գոդորաձի մասին քրկույկը եւ իր այս մեծ ինչ թվաց ինքն է արել հենց գրել։ Քիրքը Դավիթ Բեկն է որ թարգմանեց, բայց ավելի վերջին 30 տարի ապրեցավ Փարիզի մեջ, 1920-21 մինչև իր մահը, ավելի քան 30 տարի եւ բարձ է որ զարգացուց իր ֆրանսերենի Գանք այդ իր խմբագրական տաղանդներին 21 տարեկանում դառնում է խմբագիր, հա։ Եվ ինչ թեժ, այսինքն կուսակցական էր, թե չէ։ Թերթերու խմբագիր եղած է։ Երբեմն երկար ժամանակով, երբեմն կարճ ժամանակով, եւ մեկը իր մասին հուշեր գրած է, որ եթե Անդոնյանը որևէ մեկ թերթի խմբագրատուն մտներ եւ սկսեր հոն աշխատել, գիտեք որ այդ թերթի խմբագրատան մեջ ապստամբություն պիտի ձախի։ Հենց ըմպոստեր, հարց կստեղծեր եւ արտարորեն այսինքն ոչ թե բարձրապես հարցը ստեղծելու համար եւ որևէ մեկ թերթի մեջ շատ երկար չէ գրծած մնալ 1 տարի, 2 տարի հարց ունեցած է խմբագրին հետ, աշխատակիցներու հետ, տարբեր տեսակի, բայց եղած է շատ բարգեշտ հոդվածակիր օրինակի համար ընթերցողները մեկը այնքան կողմ մնացած է իր հոդվածներեն, որ իրեն ոսկի է մադիտ մնավիրած է։ Եվ այդ մասին մենք վկայություն ունենք։ Գամինք անգամ գրած է Տրգադինցի մասին, որ Տրգադինցին Խարպերտի մեջ դպրոց ունի, բայց այդ դպրոցը դժվարության մեջ է, առանցին դպրոցը չի գնար բահեն այսպես այդպես, եւ գոչ ուղղած է իր ընթերցողներուն, որ հանգանակություն ունեք եկիք դոսեն Մելքոնյան եղբայրները, անոնք որոնք ավելի վերջ Մելքոնյան վարժարանի հիմնադիր այդ երկու եղբայրները հանձնարարած են ամեն տարի 30 օսմանյան ոսկի
նվիրել Տրգադինցիին իր դպրոցին համար եւ իր այդ հոդվածին շնորհիվ Տրգադինցիի դպրոցը 5-6 տարի 10 տարի կարողացած է իր գոյությունը պահել մինչև 1915 Եթե ինք ընթերցողներու կողմի այդ հարկանքին, այդ վստահության արժանացած չլար, այդպիսի նվիրահություն չէին ուներ։ Նաև ուրիշ վկայություն մտամ 1921-ին է կարծեմ, 2021-ին երկու ռամգավար քրոներու նամակակուրդեն են Արշակ Չոբանյան եւ Վահան Տեկեյան։ Վահան Տեկեյանը Արշակ Չոբանյանին գրած է, թե ինչու ռամգավար մամուլը բոլսովետ շատ Հարաշտիմություն չի վայելեր եւ այլ թերթերը որ առաջ կերտան նամակի մեջ գսե որովհետեւ գսե նոր լուրը վերջին լուր օրաթերթը գսե ունի Արամ Անտոնյանի նման աշխատակից որովհետեւ թերթի ընթերցողները միշտ Արամ Անտոնյանը որ կփնտրեն եւ Տեկյանի նամակն է ասին դեպակրված նամակ է որովհետեւ ինք այնքան հայտնի հոդվածագիր էր, հա։ Այո։ Եվ իր հոդվածներու մասին գալի է շատ երկար խոսիլ, ես հավաքած եմ իր հոդվածները, ավելի քան 1000 հոդված ունի թերթերու մեջ։ Արևելք օրաթերթի մեջ, օրընդ մեջ, շաբաթի 2 անգամ, 3 անգամ շարք ուներ, աճ եւ ցավ, այդպես ազգային հարցերու մասին գրեր, ընկերային հարցերու մասին եւ միշտ քննադատական հոդվածներ էին, համտուկն, շատ համտուկն, որ համար անշուշտ երբեմն գեհդաբն տվեր, շատեր գտış գոհեին, շատերու հետ լրագրական վեճեր ունեցած է իր օրերու հայտնի լրագրողներու։ Իսկ կուսակցական բան ուներ պատկանելիցին։ Շրջանմա անդամակցած է Հնչակյաններին, չէ՞։ Հնչակյան չէ, Ռամգավար կուսակցության նախ ռամգավարական այդպես կանիմը գազագերբություններ գային, որոնք միացան եւ ստեղծեցան, այդ գազագերբության անդամակցած է Փարիզի մեջ, գարչ ժամանակ մի եղած է այդ խմբակի Հայաստան թերթի, շաբաթաթերթի խմբակիրը, բայց հետո դուրս եկած է եւ երբեք ոյբեք Հա, իհարկե, դա մի քիչ հետաքրքիր պահ է, որտեղ սովորաբար այդ ժամանակվա երևելիները բոլորը ինչ որ մի կուսակցական, չէ, կուսակցական հավասարապես ունեցած է քիչ առաջ անուններ որ դվի, որոնց հետ շատ մտերիմ եղած է, անոնց մեջ կան եւ ռամգավարներ, եւ հնչակյաններ, եւ դաշնակցականներ, եւ անգուսակցականներ, բոլորին հետ առանց բացառության ինք բարեկամություն ունած է, ինք ընկերություն ունած է եւ Բացի այդ լրագրական աշխատանքից կամ այսպես հրապարակախոսական, նաև կարող ասել գիտական աշխատանք է, չէ՞, իրականացնում։ Ես որ պատրաստում եի, տեսա այդ Բալկանյան պատերազմի մասին ինքը աշխատությունը։ Հայերեն լեզվով լավագույն կորսն է։ Բալկանյան երկու պատերազմներու մասին 1911, չէ, 1912-13 եւ 13-ի Այո, 5 հատորով դպեց գիրքը, 1000 ավելի քան 1000 է, չէ, 1040 է չէ դարձել։ Եվ մենք այսօր հայերեն լեզվով այդ քիրքեն բացի երկրորդ քիրք չունենք Բալկանյան պատերազմի նվիրված եւ գիտական օրեն լավ մշակված քիրք է։ Պես հեքիաթ չէ, պատմություն չէ, միշտ թերթերեն մեջբերումներով, օրինակներով, աղբյուրներով հիշատակությամբ եւ այնքան լավ է քիրքը, որ ասկե քանի տասնամյակ առաջ նույն քիրքը թարգմանվեցավ նաեւ թրքերենի, ավելի ամփոփ 550-600 էջով եւ լույս տեսավ բոլսովեջ եւ ունեցավ մեկի ավելի հրատարակություններ։ Ինք իր բադանեգության կամ անգևերջ Վեբեր գրած է, կանիմը Վեբեր հրատարակած է, բոլսովեջ տակավին։ Ուսումնասիրական քիրք մտած է Շիրվանզադեի մասին, երկու քիրք, մեկում վրա իր անունը հիշված է, երկրորդը ինք մասնագիծ է անոր, բայց առանց անունի հիշատակության։ Դասակիրքերու շարք ունի, Կանցարան դասակիրքերու շարքը եւ այդ դասակիրքերը ունեցած են բազմաթիվ վերահրատարակություններ, յուրաքանչյուրը 10-15 անգամ վերադպված է Բոլսո մեջ, արտասահմանի մեջ, Փարիզի մեջ եւ պատկերացրեք դասյակ հազարավոր պատանիներ, երիտասարդներ հայ քրագանության ծանոթացած են շնորհիվ իր պատրաստած դասակիրքերուն։ Եթե այդ դասակիրքերը լավ հաջորդ դասակիրքեր չլային, չէին օգտագործվել եւ չէին վերահրատարակվել։ Սի պատմվածքներ ունի, պատմվածքներու ժողովածուներ ունի, պատմական նյութեր մշակած է եւ քիչ վերջ կգնամ անդրադառնալ, ունի ավելի քան 40 քիրքեր, որոնք կամ գործված են
հետքը չկա եւ գամ մամուլի էջերու մեջ ասես դարդղնված են եւ առանցին հադորով լույս չեն տեսած եւ գամ մնացած են ցերակիր գան քիրքերն ու բարյամ մատենատարանի մեջ կամ կանի մահադովոս Հայաստանի մեջ են ցերակիրները բայց եւ ամբես մինչեւ այսօր այդ նյութերը հավաքող հրադարագության պատրաստող չէ եղած շատ բեղուն գրիչ է ավելի քան 40 հադոր իսկ հրադարագած քիրքերը նորեն դասնյակներով են իր այս քիրքը մեծ մոդել քիրքը բազմաթիվ լեզուներով թարգմանված է անգլերեն գա ֆրանսերեն գա ռուսերեն գա գարցեմ արաբերեն գա եւ դարբեր հրադարագություններ ունեցած է երբեմն թարգմանած են ամփոփ երբեմն թարգմանած են ամբողջական ցեղով այս մյուս քիրքերն ալ ունի պատմվածներու ժողովածումը այն սևորերուն որոնք իրական պատմություններ են բայց քիչ մոտ հաղվեստանացած այդ քիրքն քանի լեզուներով թարգմանված է անգլերեն գա թուրքերեն գա ֆրանսերեն գա իսկ բանը ինքը ինչ որ բացի դրանց պետական պաշտոն բան զբաղեցնելու խնդիր որտեղ ես էլի որ պատրաստում եմ տեսա որ գրաքննիչի այդ հետաքրքիր պատմություն է էլի այսինքն գրաքննիչ էր ցեղասպանության նախորյակի 14 թվականին ոնց 14 թվականին բոլսո զինվորական գրաքննիչ էր այսինքն ինչն էր պարտականությունները ինքը ինչ պետք է աներ հայերեն նամակները պետք է գարտար եւ այդ նամակները պետք է ամփոփեր ներկայացնել իշխանություններում մանավանդ եթե այդ նամակներում մեջ որևէ մեկ pedagogan հագապետական կամ բնակավոր այսպես այսինքն զինվորականների նամակներու ներքին կավարներ են բոլիս եկած կամ բոլիս են ներքին կավարներ գրված նամակներն է որ գրաքններ եւ այդ մեկը իրեն համար շատ ճակատագրական պիտի լար որովհետեւ ինք որպես քննիչ գրաքննիչ երկու նամակներու տեղեկությունները դերեկացնե գահիտնե բոլսո Զավեն Պատրիարքին գախտնապար որի իրավունքը չուներ ի պաշտոնը մեկը Շավարժ Վարդապետ Սահակյանի սպանության փաստն է հունվար 1 1915 ընդրված էր առաջնորդ Երզնգայի եւ ճանապարհին թուրքերը Սեբաստիոն մոդերը գարկը կանգնեցնեն կսպանեն զինք իր բարորդը կամ ասենք Ղարաբանը գվիրավորեն գահաճողի փախիլ եւ իր վրայի թուղթերը կհավաքեն թուղթերը կկողնան եւ հետաքրքրական է որ իր մոտ գումար ունեցած է Վարդապետը գումարը չեն դարած կնշանակի նպատակը թուղթերն էին եւ երևի ենթադրություն կա որ ինք պոլիս էր Երզնգա գերտար այդ օրերում տաշնակցության ընդհանուր ժողովն էր գարնո մեջ գարձեին երևի իշխանությունները որ իր հետ ունի գախնի նամակներ գախնի հրահանգներ որ պիտի փոխանցեն այդ թուղթերն որ զիրեք հետաքրքրեր այդ դերեկությունը եւ երկրորդ այսինքն ուզեմ հասկանանք այսինքն այդ սպանողները նամակ են ուղարկում պոլիս հա կատարվածի մասին թե ինչ է եղել նամակի սպանողները զինքը սպանած են միայն իր մոտ գտնված թուղթերուն համար իր մոտ տրամ գտնված է տրամը չեն դարած իսկ նամակը որ ուղարկում էր ում նամակներ ենթադրություն ապնեկը որ ինք այդ թվականին 1915-ի հունվարին ջամփայել է դեպի Երզնգա պատերազմը հայտարարված էր արդեն պես շատ ավոր վիճակեր ուրեմն այս մարտի իր մոտ կարևոր փաստաթղթեր ունենա Ադրբեջանի եւ երկրորդ Սրերտի շրջանի մեջ հայերու գոդորած եղած է Բոլսո Պատրիարքարան ատմասին դերևություն չուներ ինք այս երկու նամակները այս երկու թեփքերը դերեկացուցած է Զավեն Պատրիարքին եւ Զավեն Պատրիարքի իր ղարքին փողոքած է իշխանություններուն կարծեմ թերթերն ալ սկսած են գրել հետո կառավարությունը կմտածի որ այս գաղտնիքը ինչպես բացահայտվեցավ որովհետև արդեն նամակագրական գաբը շատ ցանցար էր կավարներու հետ կմտածեն եւ գենտատրեն որ Արամ Անտոնյանն է որ այդ դերեկությունները փոխանցած է Զավեն Պատրիարքին գտադեն զինք դատավարության ժամանակ եւ ինքը կսե որ եթե փաստվեր որ ես էի ըստ օրենքի ես պետք է քննարկարեի այդպես է գարկը բայց չեն գնար որևէ մեկ ցեվով փաստել փաստ չկա բայց այդ դեպքը պատճառ կլա որ իր հանդեպ ամստահություն ստեղծվի եւ զինք գեհերացնեն աշխատանքը եւ գաքսորեն
ինքը գահաճոյի փախիլ եւ վերադառնալ պոլիս։ Ինքը այդ ապրիլի 24-ի մտավորականների ցանկի մեջ էր, չէ՞։ Եվ այդ ցանկի մեջ էր եւ հա, էլի մեր լսողները ասեն 235 հոգի էին, հա, ցանկ կա ու մենք թիվ ունենք, թե չէ։ Դարբեր ցանկեր կան, երբեմն շատ հակասական։ 200-ից 300 հոգի էր, այդպես ասենք, որի մեջը նաեւ ինքն էր, հա։ Այո, եւ այդ բոլոր աքսորի ճանապարհը լավացիով նկարագրողները մեկն է։ Ունի 3 տարբեր քրություններ աքսորի մասին, մեկը գոչվի աքսորի ջամփուն վրա, որ դված է Փարիզի մեջ 1925-21-ին սկսավ դնել եւ պես շարքով, հետո չամփոխացուց, երկրորդ անգամ գրեց Կոմիդաս Վարդապետ աքսորի մեջ, նույն աքսորի պատմությունն է, բայց առավելաբար Կոմիդասի մասին, թե Կոմիդասը ինչպես աքսորվեցավ իր մեկ շաբթ տվա, գիտեք, Կոմիդասը հետո հետ վերադարձվեց, հա։ Վերադարձավ Մորգենտաուի միջամտությամբ, վերադարձվեց։ Հա, Մորգենտաուի միջամտություններ, հա, ի վերջո, հա։ 8 հոգիով գարձեն վերադարձվեցան, 8-ն մեկը ինքեր Կոմիդասներ, եւ անգամ մնալ գրած է դոկտոր Բազիլ Խանը գար, որ իրենց հետ աքսորված էր, անոր մահվան առիթով գրգին այսպես քանի մոհոտվածաշարքով իրենց աքսորի պատմությունը դված է։ 3-ն ալ գիսավարդ են։ 3 քրություններն ալ Կոմիդասի մասին եղած է գիսավարդ է, մյուս ընթարցակը աքսորի ջամփուն վրա գիսավարդ է եւ Բազիլ Խանի։ Դա է շատ հետաքրքիր մի բան։ Տնից են իրան ձերբակալել, տանից են ձերբակալել ապրիլի 23-ից 24-ի գիշերը։ Եվ ինք նաեւ հումոր ունեցող մարդ է, իր հուշերում մեջ որ ոնց վերադպեցավ ասկե քանի մտանի առաջ։ Աքսորի ջամփը վրա, որի մասին խոսեցինք, հա։ Հոս հումորով գսկսի եւ գսե գադագով սկսավ գսե ամբողջը եւ մտավորականները որոնք աքսորված էին չէին գիտեր ասին ընդհանրապես մեր ժողովուրդը չէր գիտեր թե ինչ բադահի ինչ պիտի բադահի մենք այսօր ավելի շատ բան գիտենք ինչ էր կատարում քան այն ժամանակվա մարդիկ որ ապրել ընդհանրապես չէին գիտեր եւ այդպես քանի հատ փաստեր ունենք որ նույնիսկ դարիվը վերջ արտասահմանի հայերը չէին գիտեր թե ինչ դեր ունենա 1916-ի կեսերուն Եվրոպայի հայերը դիմեցին Իսպանիո թագավորին, որովհետեւ միջամտե Դանիել Վարուժանի եւ մյուսներու համար, երբ անոնք արդեն դարի առաջ սպանված էին։ Բայց քրեշանագի իրենք չէին գիտեր թե ինչ կանցնի գտարն այդ աստիճան խիստ գրականություն կար խիստ այսպես լրության կողմը գար ասփորորի վրա։ Իսկ կատակը ինչ էր, կատակի մասին։ Իրենց հումորի մասին խոսի, որ մեկը գսե որ մեզ պիտի տանին այսպես ցնել, ուրիշներ գսե որ մեզ պիտի ինչ որ մանրամասն այսինքն նույնիսկ դրա շուրջ կատակներ էին անում։ Կատակներով սկսած է, հետո կամաց կլրջանա, ճիշտ եւ ինքը անոնսներ որ աքսորվեցավ Չանգրը եւ հոմ մնաց մինչեւ 1915 թվականի օգոստոսի վերջերը 15 օգոստոսի վերջերը Չանգրան Թուրքիայի կենտրոնական մաս Անկարայի չէ մոտ էր, հա։ Գուսակցական գործիչները, քաղաքական գործիչները մեծ մասամբ հրգեցին Այաշ, իսկ մտավորականներու կրոներու խումբը մեծ մասամբ հրգեցին Չանգրը։ Միշտ ապես չէ բոլորի բարակային ապես չէ, բայց մոտավորապես սկզբունքը էդ էր, հա։ Ընդհանուրը եւ ինք խոսի նաեւ իր Չանգրի այդ օրերու մասին, հետաքրքրական դեպք կպատմե Դանիել Վարուժանի մասին գրած է։ Դանիել Վարուժանի այդ քանի ամիսներու կյանքը, գսե այն միակ կրոներ գսե որ քրագանությամբ կսպարեր Չանգրի մեջ եւ գսե 6 տետրակ փաստեղություն գրած էր։ Եվ այսօր չի պահպանվել, չէ։ Ինչ հրաշք կորս բիդիլար, եթե պահպանված լար։ Եվ գսե օրը գսե ծարի վրա մակրծած էի, ծար բարձրացած էի գսե, եւ Վարուժան ընդհանրապես գսիրեր, գսե ընկուզենի ծարի մտակ նստիլ եւ հոն գրել իր փաստեղությունները։ Եվ այդպեսի պատմություններ գնե, շատ հետաքրքրական է իր բրգության վերաբերյալ։ Դա շատ հետաքրքիր պատմություն է։ 1915-ի օգոստոսի 19-ին 5 դոմարով 6 օգոստոս նոր դոմարով 19-ը զիրեն կարգով խումբ կդանին գանեն Չանգրիեն քիչ մը հերացնեն քաղաքեն եւ խումբ կսպանեն բոլորը իրենց կարգի մեջ գտնված էինք եւ ուրիշ կանի մը անցեր գարկը գահացնի Թունեյ գյուղը
Թունեի քյուղի գահասնի եւ քյուղի իջևանադան արչեւ, խանի արչեւ գարկը ժամանակավորապես կգենա, ոստիգան մգանցնի ցիուն արչևեն, գարկին արչևեն, եւ որ ոստիգանը գանցնի ցին ասպես կցնցվի, այդ ցնցումին վրա այդ պահուն Արամանդոնյան ոտքի գանքնած է գարկին վրա եւ դապադը գշտկե կամ հապուստը գշտկե, այդ ցնցումեն գարկեն վար գինա ժայրիմը վրա, գսե սև ժայրմներ, սև ժայրին վրա գինա եւ ոտքը, աչ ոտքը ոսկորը կգդրվի, ահա որ ծավեր գունենա եւ քանի որ այդ վիճակով գայելի չէր գարկով ճանապարհ շարունակել, զինք կվերադարձնեն Անկարա, Անգյուրիա, երտա հոն հիվանդանոց կմնա, ղարիբներու հիվանդանոց։ Օսմանյան գասուրտյան մեջ այդ շրջանին գար բազմաթիվ քաղաքներու մեջ, մեծ քաղաքներու մեջ օդանականներու հատուկ հիվանդանոցներ, որ քիչ պարեսիրական հաստատություններ, այդ հիվանդանոցը գահասնի, մինչ իր ընկերները բոլորը գդարվին եւ գսպաննվին։ Եվ ինքս է հոն ուր որ գսե ես ինգա եւ վիրավորվեցա, նույն այդ խանին մեջ գբահեն հետո ճիշտ մեկ շաբաթ վեճ Դանիել Բարուժանը, Ռուբեն Սևագը եւ ուրիշ երեք անցեր եւ հոն է որ գսպաննվի Դանիել Բարուժանը։ Այդ խումբը, այդ հինգը ճիշտ նույն վայրի մեջ որ գսպաննվի ճիշտ մեկ շաբաթ վեճ։ Եվ ինք ուրգե կդերականալ մեկը զինք հիվանդանոց կդեղափոխեն, ասե հիվանդանոց տարին եւ երկու թուրք բժիշկներ կան եւ գտնեն հիվանդը եւ կտեսնեն որ հայ է անգամ նա չեն մոդենար եւ իր սենյակի մեջ քյուրդ մգա եղեր քյուրդը իրեն գսե որ միևնույնն է գսե մի սպասել իրեն քեզ պիտի չփուժեմ որովհետեւ դու հայ ես գալաչարգե որ գրոնափոխն լա ասկափոխն լա եւ գսե ես քեզ մեր քյուրը գտանիմ մենք դպրոցի ուսուցիչ ունենք մեր դպրոցի ուսուցիչը գլաս խոջան գլաս քեզի քիրուրգին մգաբահով են աղջիկ մգամուսնացնենք եւ ուր միտքը փոխե միևնույնն է բիդի որ քեզ սպանեն ասպես եւ ինք չի համացանիր բայց ոտքի գդրված կը ինչպես կփուժի ինքը հիշե իր մորը խոսքը մայրը միշտ կսե եղել իրեն որ եթե ոյ մեկը ոսկորը բշվի գդրվի քանի տարեկան է այդ կան օր պետք է կապված պահե անշարժ պահե եթե 20 տարեկան է ուրեմն շուտ կփուժվի 20 օր պետք է կապած մնա ինք 35 տարեկան էր 36 տարեկան էր 35 օր անգողինին երբեք չի հեռանար եւ գերագույն ճուտեր որովհետեւ արդահանելու չստիպվի չշարժի ճուր գխմե եւ գմիզե իր անգողինի մեջ այդպես 35 օր գամքի ուժով գահաճոյի փուժել ոտքը եւ այդպես կավազանով, գաղալով, զինկակսորեն եւ գար ճամանակներ այդ գաղ վիճակով գահաճոյի փախել։ Եվ ինք բատմած է որ 23 անգամ ցերպակալված եւ բանդարգված է 23 բան փոխած է 23 բան առանց հաշվելու այն ախորները ու մեզ գբահեին երբեմն ժամանակավորապես եւ բանդ առաջնորդելի առաջ երբեմն ոստիկանադան մեջ առանց այդ ոստիկանադուները եւ ախորները հաշվելու եւ գսե երբեմն գսե գարոդով գսպասեին այդ ախորները որ հանգստանային հանգիստ առնեն հա այլապես պիտի ոչ գարկին հակուստ ունին այդ սմրան այդ պաղուն այդ արևուն ոչ պաշտպանվելու միջոց ունին եւ պիտի որ քալեն հարյուրավոր հազարավոր կիլոմետրներ եւ այդպես կշարունակեն գահասնի Դարսոն Գիլիկիա ոն բավական երկար կմնա 7-8 ամիս արդեն փախները իսկ պատմում է ոնց այսինքն օկնող ունեցե ինչ է եղել չէ զարմանալին է որ գդրված ոտքով հա այդ է դրա համար իմ համար էլ էլի դա կշկիրը բայց փաստան է որ փախած է Դարսոն գահասնի Դարսոնի մեջ քանի մտավորականներ միասին դումը գվարցեն ասպես քաղաքի մեկ արվարձանը Սեբող ագունին ամոր միլիոն գշկի հեղինակը եւ ուրիշ Լևոն Մոզյան գարձեմ Հոնգա հանդիպի նաև Երվանդ Օդյանին, կորց կաբաղով է, Դարսոնի մեջ հայ մեծահարուստ մգար, Շալվարջյանը, Խաչեր Շալվարջյանը, ինք և եղբայրները, որոնք ալյուրի կործարան ունեին։ Բժիշկ Պողոս Յանի միջոցավ կծանոթանա անոնց, իրենց մոտ կաշխատի, բայց բոլորը զինք կճանչնան որպես հույն, որտեղ ինք լավ հունարեն գիտեր, սիքիչ առաջ դպրոցը սորված է, և կներգանա որպես հույն։ 7-8 ամիս կմնա Դարսոն, բայց հետո կցերպակալվի եւ բադահապար գլա իր ցերպակալությունը,
օրը քիշերադեն բուն վերադարձած միջոցին ոստիկաններ զինքի հետապնդեն ցերպականեն գբարձվի որ նույն այդ վայրի մեջ կար ժամանակ առաջ ռոբեներ կամ ժամը առաջ թուրքը սպանված է եւ ոստիկանությունը բաշարած է շրջանը որովհետեւ ոչրակորձը գտնեն զինք բան կարաչնորդեն հաջորդ օրը կբարձվի որ ինք չէ ոչրակորձը որովհետեւ թուրք զինվորը գերտա գահանցնի գսե ես սպանեցի զինք ինչ պատճառներով այդ անպաստանությունը կվերցնեն իրեն բայց ոնք կբացահայտվի ինքնությունը եւ ոստիկանաբեդը գսե որ ես Ադանայեն հոս եկած եմ գսե հadouk Արամ Անդոնյանը ցերպականելու համար եւ իրեն սկսի հիշեցնել այնպիսի տեպքեր իր աքսորի եւ փախուստի պատմությունները որ Արամ Անդոնյանը գսե այս այդ տեպքերը մորցած էի բայց ոստիկանաբեդը բոլորը գիտեր զինք ուրեմն գցերպականեն գաքսորեն գահասնի մեսկենե Մեսկենե հասնել է վեր Սուրիական Արաբատ Մեսկենեն դա այնտեղ ճամբարներից մեկը աքսորիալների մեկը հենց մենք բոլորը ասում ենք Դեյրզորի մասին ենք հիշում հիմնականում Դեյրզոր անունով ենք հիշում բայց իրականում իրենք հարյուրավորն էին տասնյակներով հարյուրավոր չասեմ եւ Մեսկենեն նրանցից մեծերից մեկն էր ամենամեծերը մեկն էր Կատմայինը շատ մեծ էր Հետո նաև Մեսկենեինը շատ մեծ էր, որ տասնյակ հազարավոր մարդիկ կային կամ 1-2 տարվա ընթացքին 100,000-ով մարդ անցան։ Եվ հոնգերը որ գաքսորվեին դեպի Դերզոր։ Ինքը հասնի Մեսկենեի մեջ անունը կփոխե, որտեղ գրնալ հետապնդել, դառնա Արամ Բոյաջյան ընտանիքը կար, որոնք կոնյային քաղտած էին, եզարուստ հայ մներ, քիչ մգաղ բայց իրենց վրանին դակ կմնա, իրենց մոտ կմնա Արամ Անդոնյան, բավական մնալ է վերջ, հետաքրքրական է, որ այդ միջոցին կհանդիպի Դերզորի ավակա գարավարիչ Սալեհ Զակի Բեին, Հրեշ Զակի, ոչրակորձը Դերզորի ճարտերու գլխավոր գազագերբիչն է, եւ գսե, որ մենք Մեսկենեի էինք գսե, լուր դարածվեցավ, որ Զակին եկած է, Դերզորի նոր գարավարիչը եկած է, կացինք, հարցուցինք, գիտցանք, որ ինք է, եւ գսե գիտցանք, հիշեցինք, որ ինք Էվերեգի հայեր ամբողջ գոտորեց, չարչարանքներով, դարաբանքներով, չարչարեց, այդպես բանեց, գսե կացից ինք տեսնելու, եւ իրենց այդ զրույցը գնահատակրե, կվարձվի, որ Արամ Անդոնյանը ինք է քրովը, գսե բորսական թերթերու գսե խեղճ տխտագից մներ հոտվածներ գհավաքեր, լուրեր գհավաքեր եւ գտաներ իր թերթին եւ գսե մենք երբեմն գսե բորսո տխտագիցներս մեզի համար անկարևոր լուրեր իրեն գուտայինք որովհետեւ կորձե չզրգվի որովհետեւ եթե չաճոյի լուրեր տանի թերթի խմբակցության պիտի որ զինք աշխատանքի երացնեն եւ գխոսի Զակիի ծնողներու մասին գսե ես ամեն տարի որ գյոնեն քյուղը գերտայի, չերմուկները գերտայի, հոն իրենց տունն է որ գիչևանի, իրենց տունը գմանայի և գսե ինչ լավ, ինչ բարի մայրմու ուներ և ինչ հյուրասեր հայրմու ուներ։ Հետո գսե գզարմանամ, որ այդպիսի հրեշիմը ծնունդ տված էին այդ կամպարի այրև գին։ Իրենց այդ հանդիպումը գնագարակրե և հոն Արամ Անդոնյան գհարցնե, գսե որ Զակին իրեն գսե ինչպես ես, ինչպես է դրամատուրգ, գսե լավ չեմ գսե ինչու գսե որ բոլոր թուրք բարեկամներս գսե քեզի պես ելան։ Զակին գսեների որ ես ինչ էի քեզի, ինք գսե հետո գադագի փոխեցի, հետո վերջավորության գահարցնե որ Դերզորի չնեմ, թե որ մնամ հոս, թրքերենով գսե մի իջներ Դերզոր, եւ Անդոնյանը այդ Զակիի այդ խոսքին վրա Դերզոր երտալե գխուսապի, հետո գփախի գահասնի Հալեբ եւ գսե իր շնորհիվը որ փրկվեցա բայց գսե իմ մեջս գսե իրեն հանդեպ ոչ մեկ երախտագիտական սկացում կա որովհետեւ այնքան մեծ էր իր գործած ոչերը ճիշտ իր բարերն են բայց փաստան է որ Հրեշ Զեկին փրկել է ամուագի օրեն կամ ուղագի օրեն օգտեցին են եւ ինք որ գմնար Մեսկենեի մեջ Բոյաջյաններու մոտ Անոնք բոլորը որոշած են եղեր Մեսկենե գտնվող դասնյակ հայ ընտանիքներ իջնել Դերզոր եւ գերտան Զակիի մոտ բանակցություններ գվարեն Զեկին գսե որ հիմա մի կակ գսե որովհետեւ չսեն որ գարավարիչ եկավ եւ իր հետ խումբ բերավ
մարդիկ ազատեց եւ գաշարքը ստացավ, գսե քանի մշաբաթ վերջ գմիանակ կուկակ դերձոր, բայց ինք կփորձի համոզել, որ այս մարդը ոչրակորձ է եւ երեգը հայերը ամբողջ կոտորեց, պետք չէ դերձոր երտանք եւ այդպես խումբ կստեղծվի, այդ խումբի անդամները կձանոթանան Նային Բեին հետ, այս քիրքի հերոս Նային Բեի, որ այն ադեմ Մասկանեգը գտնվեր, վերական Պաշտոնյա հետ բարձրաստիճան, Նային Բեի օգնությամբ գաշարկով ինք առանցին կփախի Մասկանեի մինչև Հալեբ եւ բավական լավ նկարագրած է այդ փախոստի, նախ միգսե ես կգասկածեի, որ Նային Բեին գրնա թագախ մլարածնալ եւ իր ջամփան այն ջամփան որ կբացադրե իրեն այդ ջամփով չէի երթալ, գսե 1-2 կիլոմետր հեռու են գերտայի, բայց նույն քիծին վրա հերակրական գիծեր որ կան սյուներ կան, այդ սյուներեն 2 կիլոմետր սյուները իրեն համար տեսանելի էին, ուղեցույց են, բայց ոչ մոտ են։ Եվ այդպեսով կհասկի Հալեբ, հետո գարկատություն գնե բոյաջանները կուքան Հալեբ եւ կփրկվին, իսկ մյուսները գերտան դեյձոր եւ կոտորվեն։ Հալեբ գներգանա Մազլումյան եղբայրներուն, որոնք բանտով ունեին, Արմեն Մազլումյան եւ Օնիկ Մազլումյան երկու եղբայրներ, Օտել Բարոնը ունեին, հայտնի, շատ հայտնի հյուրանոցն է, Պետական մարմիններու հետ լավ բարեկամական կապեր ունեին։ Դամբեր Օտել Բարոնում օտարերկրացիների հետ հանդիպումներ, դեսպաններ, բան չէ, մնում էին ինքը հայտնի բաներ շատ։ Շատ նշանավոր բանտոկեր մինչև այսօր գա գալուց է։ Դե այլևս հյուրանոց չի։ Եվ որքան գիտեմ նաև Մազլումյաններուն չպատկանիր, պետական ինչ-որ հարցեր կային, բայց եվանպես շենքը գա, ինք հոնգը մնա բավական ադեն, ավելի վերջ հրանք կստանան Հալեբի գարավարիչը, որ պետք է Մազլումյանները ակսորվին եւ պասկա հիմա գիտենք հերակիր կա, բաբանված է հերակիրը թրքական արխիվներու մեջ, ուղղակի Թալատ Փաշան է, որ հրահանգած է Հալեբի գարավարիչին, որ Մազլումյանները ակսորեցեք դերձոր, որտեղ իրենք հոն ձևով հայերը բրգելու այդ աշխատանքի մեջ էին, գգաշարեին, պետական պաշտոնյաներ կհրավիրեին իրենց մով, Սիրաշային, գերցնեին, գխմցնեին եւ այդպեսով մեծ թվով հայեր ակսորե կփրկվեին, հրանք կուկա Թալատեն, բայց մինչ այդ կարգատություն գնեն, կտիմեն իրենք Ջեմալ Փաշային, որ այ մարդ գիտեր, թե դերձոր ակսորվիլ ինչ կնշանակե, հատուկ կարգատություն գլա իրենց եւ կակսորվին գմեկնին Լիբանան, Զահլե եւ նաեւ գարավարությունը կամ այդ կարգատությունը ունողները այնպեսի ծևով գծեվագերբեն այդ ակսորը, որ իրենք պետք է իրենց զարաներն ալ, իրենց ընտանիքին զարայողներն ալ, սպասավորներն ալ առնեն, մոտ 100 հոգինոց խումբով շոկեգարկով կմեկնին եւ Արամ Անդոնյանը կանի, որ իրենց կով կմնար, իրենց հետ կմեկնի նաեւ Զահլե։ Զահլե կմնա շրջանը, հետո գիտենք, որ 1918-ի սկիզբները Դամասկոս էր, Հոնգահանտիվի Սահակ կաթոլիկոսին, իրար հետ զրույց կունենան, ավելի վերջ կվերադառնա Հալեբ, 1918-ի զինադատարեն ետք 4-5 ամիս Հալեբ կհաստատվի եւ ոնե որ կսկսի ցեղասպանության հետ կապված փաստաթուղթեր եւ հուշակություններ հավաքել։ Այսինքն իր լրագրողի այդ սովորությունը լուրեր հավաքել, կուտակելը այդտեղ օգնեց նաեւ։ Այո, օգնեց եւ գիտենք, որ ինք շատ կանուխեն սկսած է հուշեր հավաքել 1915-ին որ դարսոն կմնար, քիչ աճի գցել հագարեց ինք եւ հարցակնեն, իր դեմ ուղված երկու անպաստանություն կար, մեկը այն է որ փախստական էր, երկրորդ այն է որ ինք վերաբրոններու հուշերը կարծանակրեր եւ կհանցներ դեղույն ամերիկյան կոլեջի դնորենին գնոջը եւ այդ կինը այդ տեղեկությունները կղրգել արտասահման եւ արտասահմանի մեջ գիտնային զանոթանային թե ինչ կանցնի գտարնա ինք պատմած է այդ մեկը բայց չսեր անպաստանությունը ճիշտ է թե սխալ է ըստ երևույթին ճիշտ է որովհետեւ ինք այն անձներ որ այդպես պիտի բանը գուզնայի մի քիչ խոսենք այդ Նային Բեի հետ կապված եւ այդ ամբողջ նամակագրության բաների փաստաթղթերի եւ այլն այդ պատմության մասին մի քիչ ինք Հալեբ որ գուկա Հալեբի մեջ այդ շրջանին լավ շարժում մգար
ցեղասպանության վերաբերողներու հուշեր արձանագրելու։ Քանի մը դարբեր մարմիններ սկսած էին հավաքել, առաջինը ինք էր եւ 1918-ի դեկտեմբերի 11-ին դերուն հայցային օրաթերթի մեջ հայտարարություն կդբե։ Հա, ուզում եմ նաև ելի մեր լսողներին ասել, որ 18 թվականի հոկտեմբերի վերջ աշտեն Թուրքիան իրեն պարտված էր ճանաչել, Մուդրոսում կնքել էր զինադադար եւ փաստացի Թուրքիայի համար առաջին համաշխարհային պատերազմը ավարտված էր։ Ինքը ընդունել էր իր պարտությունը եւ նաեւ ինչ որ դրա հետևանքով կարելի ասել կոտորածները կանգնել էին, չէ, այսինքն չկար եւ բնականաբար մի քիչ ավելի մեծ ազատություններ էին ձեռք բերել հայերը, որոնք նաեւ կարողանում էին քանի որ նաև պոլիսը եւ որոշ շրջաններ օկուպացված էին արևմտյան ուժերի կողմից, բրիտանացիներ, ֆրանսիացիները, Կիլիկիայում, չգիտեմ, ամերիկացիները, որոշ տեղեր արևմտյան Հայաստանում, այսինքն հայերը ավելի ազատ էին գործելու առումով։ Եվ այդ շրջանին արդեն անգլիական բանակն է որ մտածել հարել։ Հա։ Եվ արաբ հեղափոխականներ, արաբական ուժեր եւ անգլիական բանակ։ Այդ շրջանին Հալեբի մեջ ասես զարտոնքը, ասկային զարտոնքը վերածնուտի շարժումը սկսավ, ընդամենը քանի մշակ տվա մեջ 2 օրաթերթեր ունեցանք, ինչպես հիմնեցին, ինչպես դպարանը հայերեն դարերը, ինչպես ճարեցին, դժվար է ասել, որովհետև քաղաքը այդ պատասխանատվությունը ուներ, բայց փաստն է, որ Արամ Անդոնյան 1918-ի դեկտեմբերին հայցային օրաթերթի մեջ առաջի էջին վրա ասես ամբողջ էջի մծավալով գոչ ուղե Հալեբ գտնվող քաղաքականներում, որ ես կպատրաստեմ դերեկակիրը հայոց ցեղասպանության մասին եւ այդ դերեկակիրը պիտի գրգեմ Վերսայի հաշտության վեհաժողովին եւ այդ մեկուն համար գարիք ունիմ հուշարկություններով եւ 6 գեդերով գտե թե ինչ տեղեկություններ ուզե առաջինը չարտերու մասին քաղաքներու կավաներու մեջ եղած կոդորազներու մասին տեղեկություններ, երկրորդը աքսորի ճանապարհի մասին տեղեկություններ եւ գսե միշտ հիշեցեք նաեւ թե ովքեր էին ոչրակոժները, ովքեր էին գործողները, երրորդը սուրիական անաբադի վրանակաղաքներու կամ համագետրոնացման գայքերու մասին տեղեկություններ, գսե ինձ եղեցեք ցուցակը այն թուրքերուն, արաբներուն, քուրդերուն, որոնց մոտ հայ բադանիներ, որբեր, գիներ կան, անվանացանգեր կուզե Արավել տեղեկություններ գուզե մանուկներու գոդորածի մասին, զանգված այն գոդորածները, որոնք տեղի ունեցան Սուրիական անաբադի մեջ, եւ վերջին գեդը այն է, որ տեղեկություններ կխնդրե Գրիգոր Զոհրաբի, Վարդկեսի եւ մյուս հայ մտավորականները, որոնք պոլիսեն գրգվեցան Հալեբ եւ Հալեբեն դեպի Դիարբեկիր որպես դեպի Կապեին ճանապարհին սպանվեցին։ Գսե այդ մասին գսե ստույգ տեղեկություններ։ Արավել այլ մարամասություններ թուրքերու հետ կորցակցող հայերու անուններ գուզե աշխատանքի վայրերու մեջ իմանալ այդ խանե որ գսենք անոնց մեջ աշխատողներու մասին տեղեկություններ եւ այդ միջոցին ինք նաեւ գաբաղով է երկու հայ մտավորականներու կորցակցությունը նաեւ դերքի մեջ հոդված կտնե գսե անոնք որոնք իրենց հուշերը կրած են թողբերեն օտել բարոն որին կմնար այսինչ տիպ սենյակը եւ հանցնեն ինձի իսկ անոնք որոնք գրելու դժվարություն ունին գրել գարտա չեն դեր թողքան ներգայանան եւ ես իրենց հուշերը գրի վիդեոարնեմ եւ այս քիրքի մեջ մեծ ոչիրի քիրքի մեջ կբատմե գսե հարյուրավորներ եկան կովս եւ ես այդ բոլորին հուշեր արձանագրեցի նաեւ գիտենք որ երկու մտավորականներ կկործակցին իրեն եւ դեպուն հայաստանի միությունն է որ մտավորականներուն վարձատություն գնե մեկը նշանավոր Կարավետ Կապիկյանն է իր հուշերում մեջ ալգսե որ Արամ Անդոնյանին զանոթացա կորզակցեցանք զիսանոթացուց բարոնին այսինքն Մազլումյանին եւ հետո ասկային միության ջամփով 6-7 ոսկի գարձեմ վճարում են ինձի արավել գիտենք որ ինքը կորզակցի նաեւ Կրուզյան Բատվելիին հետ Խաչատուր Կրուզյան բանեցի էր որ բողոքական պատվելի էր հետո գնաց Միացյալ Նահանգներ եւ վերադարձավ հայ եկեղեցու կանա ցերնատրվեցավ այդ մարդն ալ գործակցի իրեն եւ այսօր այն նյութերը որ հավաքած են Կոնե Կապիկյանի քիրը շատ հստակ է գիտենք որ բազմաթիվ հուշակություններ դարբեր մարդոց հուշերը գրի առնվազն նույնինքն Արամ Անտոնյանով Կապիկյանի եւ ինք ասպեսով կհավաքի շատ մեծ թիվով հուշակություններ
Նաև երբեմն մարդիկ, որոնք իրենց հուշերը գրած են, կխնդրի անոնցնել, որ բերեք ձեր հուշերը ընտորնագենք, մեկ մասը ընտորնագեն, մեկ մասը չի վերադարձնել դերերում եւ դժգոհություններ դերտերում մեջ ալքանի մանկամ ուրիշներ գրած են, որ հուշերը ստվի Արամ Անդոնյանին պիտի վերադարձներ, իսկ նամակներ կան, պիտի վերադարձնել, բայց չի վերադարձուց եւ նա որ չի վերադարձուց, որովհետեւ իր հավաքածնությունները բոլորը բահբանված են այսօր, մինչդեռ այն նյութերը, որոնք իրեն դրված էին կամ իդ վերադարձվեցան, անոնց հասցեն չեն գիտեր, դերևս չի գալ այդ պատճառները, եւ այդպես հավաքե շատ մեծ թիվով հուշակություններ եւ այդ միջոցին է որ այս քիրքի մեջ կպատմեմ, որոշ մարդիկ կսե ինձ հիշեցին Նայիմ բեյը եւ ինք նախաբես Նայիմ բեյին ասած է որ 1916-ին երբ որ ինտագամի մեսկանը էր Նայիմ բեյին առաջարկած է որ Նայիմ բեյի պաշտոնը բավական բարձր պաշտոն էր քաղաքականներու գրասենյակի Հալեբի քաղաքականներու դնորենության Հալեբի գրասենյակի գլխավոր քարտուղարն էր այսինքն Պոլիսեն եկած բոլոր կարևոր հերակիրները քաղաքականներու հետ կապված պիտի կային այդ գրասենյակը ինք քարտուղարներ պիտի ստանալ այդ հերակիրները քաղաքնի երբեմն շիֆրայով ծածկակիրով պիտի ստանալ այդ հերակիրները եւ պիտի հանցներ Երբույն գարավարիչի կամ ուր բոլոր փաստաթղթերը իր կողմը որ պիտի հավաքվեին եւ ինք արիտով ասած է որ ես Նայիմ բեյին խնդրեցի որ ինք այդպիսի փաստաթղթեր հավաքե որբեսի երբ որ օրմա բادرազմը ավարտի կարողանա հայերուն վաճառել այդ փաստաթղթերը այդ հերակիրները այդպես ըրած է որբեսի Նայիմ բեյի մեջ հերակիրը ստեղծվի որ ինչու պիտի հավաքե նյութական հետաքրքրություն եւ ինք մեկ ավելի արիտներով գրած է որ Նայիմ բեյը դրամը շատ կսիրեր խմիչքի ուներ չէ խմիչքի համար պետք է դրամ հայտայտել եւ արդեն իր եւ մյուսներու փախուստը մեսկանեին տեպի հալը ծրի չի եղած Նայիմ բեյը օգնած է ճամփա ցույց տված է այդ բոլորը գիտենք բայց նաեւ դրամի անգարությամբ դրած է ուրեմն այդ միջոցին բարեկամներ իրեն գհուշեն Նայիմ բեյը լուր գնեն Նայիմ բեյը գուկա օտել բարոն եւ ինք խնդրե որ ինձի փաստաթղթեր բեր եւ գուշերը դրե եւ այս քիրքի հանրապետանի մեջ կբացնե որ ինձի քիչ բադարիկ կբերեր եւ գսե միշտ ուներ այդ ներքին գասկածը որ ինք այսպեսով իր ժողովրդին իր հայրենիքին գտավաճան է բայց նաեւ գսե բարգեշտ մարդ էր գբերե գահանցնե Արամ Անդոնյանին մոտ 4-5 դասնյակ հերակիրներ եւ այսօր այն բոլոր հերակիրները որ ունենք տարատեն եւ ներքին գործոստնախարարութեն են գարավարութեն են հայերու ուված հայերու գոդորածները հրահանգող այդ բոլոր փաստաթղթերը մենք կվարդինք Արամ Անդոնյանին որ առաջի անգամ այս քիրքի մեջ է որ հրադարագեց երբ հրադարագե 1920 21 թվականին էսա եւ այսինքն եւ բնագրերը կան այստեղ եւ թարգմանությունները չէ դրանց հա մեծ ոչիրը Արամ Անդոնյանի եթե հետաքրքրում եք թեմայով այն պարտադիր ընթերցվող գրքերի ցանկում է լավակույն սկզբնախումբները մեկն է հա այդ փաստաթղթերը ինքոսպորով դվեց մեկ մասը նկարներով դվեց նաեւ թարգմանեց Նայիմ բեյի հուշերը Նայիմ բեյի որ գրած էր ամբողջական չթարգմանեց կարևոր մասերը վերցուց եւ հերակիրներն թարգմանելով հայերենի այս քիրքը ամենից որ եւ Նայիմ բեյի հուշերն է եւ իր հուշերն է Նայիմ բեյի հուշերն հատվածներ թարգմանած է եւ հետո այդ թեփքերու մասին իր մեկնաբանությունը դրած է որովհետեւ շատ մթեփքեր ինք ագանադեսներ աբրաձել այդ բոլորը եւ ինչ Հա, ես ուզում եմ այս բանի հետ կապված ինչ որ մի ժամանակ ճիշտ քննարկում կար, որ փաստաթղթերը իրական չեն, կեղծված են բանեն, բայց ու երկար ժամանակ քննարկում էր, բայց սրանից երևի մի 5-6 տարի առաջ կամ մի 10 տարի առաջ Թաներ Ակչամը, չէ՞, մի աշխատություն գրեց թուրք հետազոտող, թուրք գիտնական, ով ապացուցեց այս փաստաթղթերի վավերականությունը։ Առաջի օրերում որ այս քիրքը դպեցավ, թուրքերը բարձր թշկոյին, որովհետև հայերը գոտորելու անմիջական հրահանգ տվող եւ մեր դրամատուրգիան դա գտնվող միակ փաստաթղթերն են։ Հա։ Վստահաբար եղած են այլ փաստաթղթեր, որոնք ոչնչացված են, հա։ Կամ օրին
ոչնչացուցած են, կամ գիտենք նաև որ շատ մհրանքներ կդրվեին բանավոր պաշտոնյաներ գերտային, գշրջային քաղաքները եւ գսեին որ այսպես պետք է գոդորեն, պետք է հաստատուղը չգար։ Միակ բացառությունը Արամ Անդոնյանի հավաքած այս մոտ 5 տասնյակ, մոտ 50-52 հաստատուղներն են, որոնք մեծ մասամբ ինքրծավ քնել կամ ստանալ նային բեյեն։ Եվ ինչպես հետո այդ հաստատուղներու հիման վրա գրեց իր այս գիրքը, նաև նային բեյի հուշերը դպեց, թուրքերը առաջի օրեն այս մեկը ընդունեցին որպես կեղծիկ եւ բազմաթիվ գիրքեր հրատարակեցին, դասյակ հոդվածներ հրատարակեցին, գիրք մտածեցին 4 լեզուներով, հայերեն, արաբերեն, թուրքերեն, պարսկերեն, ֆրանսերեն գիրք տպեցին, ուր միշտ կսեին, որ այս հաստատուղները կեղծ են եւ դվյալներ կուտային, թե ինչու կեղծ են։ Առաջինը կսեին, որ նային բեյ անունով պետական պաշտոնյա չի եղած։ Գերձ է եւ Արամ Անդոնյանը ինքը որ ստեղծած է այդպիսի գերբար եւ հոդվածները մեկում մեջ իր թեմ գրված կամ քիրքի թեմ գրված կսե նայեցանք մենք այսինչ ասին ցուցակները եւ չկրանք նային բեյ նույնիսկ դաստուրը սահմանադրությունը որ գա սահմանադրության մեջ պաշտոնյաներու անուն չի տրվիր կամ գսվի որ սահմաններու մեջ նայեցանք անունը չկա սահմաններու մեջ կրգին այս պաշտոններու մասին ակնարկություններ չկան եւ գսեին գերձ են բայց ինչ պատահեցավ ասկե երկու դասնամյակ առաջ մոտավորապես Օսմանյան արխիվներու բավական հարուստ ժողովածումը դպեցավ Անկարայի մեջ Ահմեդ Տետիկ անունով պատմապան մնե թուրք որ ողջ է մինչև այսօր Անկարա կապրի 8 հաստապոր հատորներ տպեց հայերու հետ առնչվող հայոց ցեղասպանության հետ իրենք աշխ ցեղասպանություն չասեր հայերու քաղտի աքսորի մասին հաստատուղներու ժողովածու հաստապոր հատորներ են հայոց ցեղասպանության այդ քիրքերը եւ թվայինը գա թվային դարբերակները գա իրենց արխիվի գետրոնի գայքին վրա Օսմանյան եւ հոն հաստատուղ մգա շատ հետաքրքրական 1916-ի սկիզբները Մասկանեի մեջ կաշարագերության տեպ կպատահի, դաստյակ մահայեր պախած են և Անդոնյանի այս խումպի մասին է խոսքը, բոյաջաններու, պախած եղած են Հալեբ և այդ մեկ իրենց համար մեծ բաներ, որտև գաշարկով հայ է որ կպրգվեր, ոչ թե գաշարկի պատմություն չէ իրենց համար, որտև այդ գաշարկի շնորհիվ մեկ հայ ավելի պիտի պրգվի և այդ հարցակնության ամբողջ թղթազրահը դված էր Ահմեդ Տետիկը իր քիրքի մեջ, ուր երկար հատվածներ կան նային բեյի հա ու այն թեզը որ նային բեյը չի եղել լրիվ կործանվում է այո դված քիրքը եւ առաջի անգամ գերմանացի ցեղասպանակետ Հիլմար Գայսերն է ինքը որ անդրադարձած էր եւ Գարո Մոմջանի հետ հարցազրույցի ընթացքին ասպարեզ օրաթերթի մեջ տպված Միացյալ Նահանգներ Գարո Մոմջանի հետ հարցազրույցի ընթացքին ասած է որ այս նային բեյը, այս քիրքի Ահմեդ Տետիկի քիրքի մեջ հիշված նային բեյը նույն ինքն Արամ Անդոնյանի հիշած նային բեյն է եւ հետո դարբեր փաստերալ ժամանակի ընթացքին 1960-ականներուն անգամ Գրիգերը գրեց այս մասին Կերսա Մահարոնյանի գազմած քիրքը կա 1965 թվականին ընթառաջ չէ տպված 50-ամյակին հուշամատյան մեծ երերնի հոն ընթացակ հոտված ունի Գրիգերը ուր գխոսի այս պաստատուղներու մասին Արամ Անդոնյանի հավաքած վավերատուղներու մասին ավելի վերջ Վահագն Դադրյանը գրեց անգլերեն լեզվով Արամ Անդոնյան եւ Տալատի Հա եւ ես հիշում եմ դա տպվեց բանի մեջ Մերձավոր Արևելքի հետազոտությունների միջազգային հանդեսում International Journal of Middle East Studies եւ հետո ես հիշում եմ երբ որ այդ հանդեսի կլոր տարելից էր 50-ամյակին նվիրված մի հատուկ համար էին տպել 50 տարվա մեջ լավագույն հոդվածների հենց մեկը հենց Վահագն Դադրյանի հոդվածն էր հա այսինքն ցույց էին տալիս ինչ բարձր գիտական որակով գրված հոդված է եղել եւ ավելի վերջ ասկեր մոտ 10-ամյակ առաջ թուրք պատմապան Թաներակչամը նախ թրքերենով գրեց ավելի վերջ 1-2 տարի վերջ ավելի ընդարձակ ավելի մանրամասնյալ նույն քիրքը դպեցավ անգլերենով Killing Orders
որ թարգմանված են այլ հայերեն սպանության հրամանները։ Հայերու սպանության եւ քիրքի հիմնական թեման այս է։ Եվ մեկ առ մեկ կչրե կպատասխանե թուրք ժխտողականներու արարողություններուն գամս։ Այնտեղ պարզ թեզերը կան, որ այդպիսի թուղթ չէր արտադրվում, ինքը ցույց է տալիս, որ արտադրվում է շիֆրի հետ կապված, ասում էին, որ չէր օգտագործում, կապացում, որ իրականում օգտագործում։ Այսինքն պարզ մանիպուլյացիաներ են էլի եղել թուրքերի կողմից, այսինքն իրականում որպես թե Հալեբի երակրադան գրասենյակը այդ հոսքիրքի մեջ հիշված Հերակրի թուղթերու այդ տեսակեն երբեք չի օգտագործած։ Եվ տաներակճամը թրկական աղբյուրներ են, Օսմանյան իրենց պետական արխիվներ են, կդավ բազմաթիվ այլ հերակիրներ, որոնք Հալեբի գվերապերին եւ նույն ծավալթուղթին վրա։ Կամ իրենք կարարգեին, որ Մուստաֆա Աբդուլհալիկը, որ Հալեբի դարավարիչն էր, հերակիրները եկած են իրեն եւ ինքը ստորագրության հետ կապված ռաձե հղած է նամակը, եթե պետք է այս պաշտոնյային, մյուս պաշտոնյային, որ ստորագրությունները նույնը չեն։ Բայց բարձրացավ, որ նույն մարդը մի քանի ստորագրություն ուներ։ Եվ այդ մի քանի ստորագրության փաստաթուղթեր կդարձեր այսօր Օսմանյան արխիվներում մեջ պահվող, երբեմն այդ մարդը ստորագրած է Մուստաֆա, երբեմն ստորագրած է Աբդուլխալիկ, երբեմն ստորագրած է Մուստաֆա Աբդուլխալիկ։ Նույն անձն է, երեք տարբեր ստորագրություն, հոս այդպես է, բայց նաև այլ փաստաթղթեր կան, որոնք այսպես բոլորը գրծած ջրեն։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, որ այն թեզը, որ սրանք վավեր փաստաթղթեր չեն, ինքը այլևս ընդունելի չի եւ գիտական շրջանառության մեջ շատ հեշտությամբ կարող եք սա օգտագործել հանգիստ եւ դա կիրառեք։ Գրական թեփը, երբ որ Տաներակճամի երկիրը դեց, գիտեք, Անկարայի մեջ հայագիտական այսպես կոչված հայագիտական համտեսում նոր ժխտողական համտես է, լույս կտեսնի թրքերեն եւ անգլերեն տարբերակներով, հոն այդ թերթի այդ համտեսի խմբակիրը ընդարձակ կրախոսական բգրեց։ Եվ երբ որ լույս տեսավ Ակչամի քիրքի երկրորդ հրադարագությունը ամբողջական, մինչ այդ առաջին կրախոսականի հեղինակը մահացած էր, որ համտեսի խմբակիրներ, երկրորդը այդ նախորդ գրախոսականը ավելի ընդարձակեց, բավական քրկույգիմը դեսք ունի, այդ կան ընդարձակեց եւ կրկին փորձեց ժխտել, օրինակի համար հոնգս է, որ Նայիմ բեյի հուշերը որ կան, ամոր Տաներակճամը անդիպ բաժինները հրադարագեց այդ քիրքի մեջ, դբեց, կսե որ մենք ինչպես պիտի գիտնանք, որ այդ ցերակիրները իսկապես Նայիմ բեյի ցերակիրներն են։ Բայց ինչն է ասոր պատասխանը, Ահմեդ Թեդիկի քիրքի մեջ կան օսմաներեն փաստաթուղթեր, օսմաներենով, կան անգլերեն թարգմանություններ, նոր թրքերենով դարադարձված եւ քիրքի ավարտին կան փաստաթուղթերու բաժինները, եւ հոն կան նաեւ Նայիմ բեյի խոստովանությունը կամ իր հետ եղած հարցակնությունը գենսակրականը դրված է հոն իր ցերակիրը եւ կհամեմատենք համապատասխանում են եւ համապատասխանում ցերակիրն է ինչի լան որ տարբեր ցերակիրներ եւ աս գրգին շնորհիվ իրենց հրադարագած այդ քիրքին է շատ կարևոր բան է եւ կուզենայի նաեւ խոսեինք իր 20-ականների արդեն աշխատանքին, երբ որ ինքը Փարիզ է չէ տեղափոխվում եւ արդեն իր վրա է վերցնում հայկական ազգային պատվիրակության արխիվի վարիչն է փաստացի չէ դառնում, իսկ այն պատվիրակությունը, որը գնացել էր Վերսալի խաղաղության համաժողովը, որտեղ մեծ տերությունները որոշում էին հետպատերազմյան աշխարհի ճակատագիրը եւ հայկական պատվիրակություններ կային երկու, մեկը Հայաստանի Հանրապետության կողմից ուղարկված, մյուսը այդ ազգային պատվիրակությունը Պողոս Նուբարի գլխավորությամբ եւ ինքը շատ ակտիվ ներգրաված էր այդ գործերից։ Կուզենամ մի քիչ այդ շրջանից էլ խոսենք։ Արամ Անդրանյանը մնացավ էր մինչև 2010 թվականի փետրվարի 28-ը։ Գիտենք նույն օրը Հալեի մեջ հայերու դեմ գոտորած դեր ունեցավ, 70-80 հայեր սպանվեցան։ Նույն օրը ինք մեկնեցավ բժիշկ Ասադուր Ալթունյանի հետ Փարիզի հայկական համակարգը որ պիտի դերի ունենար, Հալեբեն ներկայացուցիչ որպես մեկնեցավ բժիշկ Ալթունյանը, արդեն ինքը Եվրոպա պիտի մեկներ, գնոջ Ռոմե
ամուսնացող գար, բսագի առողջության ներկա պիտի ելնար, և քանի որ Հալեբի ասկայի մարմինները նյութական միջոցներ չունեին մեկը մինչև Փարիզ գրկելու այդ ծախսը հոգալու և Ալտունյանը ամենահարմար անձներ, որտեղ նաև Հայասկայի միության նախագահներ այդ թվականներում, ինչ որ է որպես թարգման իրեն գնգերանա Արամ Անդոնյանը, որտեղ Ալտունյանը ֆրանսերեն չէր գիտեր եւ ինք բավական լավ ֆրանսերեն գիտեր, ասենք գնգերանա եւ ամբողջ այս հավաքած նյութերը հազարավոր էջեր իր հետ կդեղափոխե Փարիզ։ Փարիզ գմնագարդ ժամանակ, հետո գերտա Անգլիա, իր քիրքի անգլերեն դպակության սկելու, մինչ այդ Սողոմոն Տերիրյանի դադարության ներկա գլա, քանի որ ինք Բերլիներ հերակիրներ, իր քիրքերը դպված էին եւ գիտական շրջանառության մեջ այն մարդ գիտեր, որ Տալատի հերակիրները այս քիրքի մեջ են եւ անոնց տերը Արամ Անդոնյանն է, փաստաբանները գտնում Լեպսյուսը, որ Յոհանս Լեպսյուսը, գերմանացի միսիոնարը, որ շատ ակտիվ մասնակցություն ուներ տադարանական այդ գործերում, գտնում իրեն որպես ինք ներկա լա տադավարության եւ հերակիրները հետը դանի եւ ցույց տա։ Եվ այդպես էլ գլա ինք տադավարության են գար ժամանակ առաջ կհասնի Բերլին եւ Բերլինի մեջ փաստաբանները եւ տադարանը միաժամանակ այդ հերակիրներեն բազմաթիվ թարգմանություններ գնեն գերմաներենի եւ ասպես երկու մեծաթիվ էջերով գտբեն եւ բաժնվի դերուն փաստաբաններուն կամ ներկաներին, հա, ներկաներուն եւ հետո դադարության ժամանակ փաստաբանները գարիք չեն տեսնել, որ Արամ Անդոնյանը խոսքարն է։ Ինք կացած էր հոն խոսելու, բայց փաստերը ներկայացված փաստերը այնքան բավարար գլային, որ այլևս գարիք չկա, բայց պաշտպան կամ Տալատի պաշտպան փաստաբանը գսե որ փաստեր չկան, որ Տալատն է սպանողը եւ հոն Տերիրյանի պաշտպան փաստաբանը տադարան կներկայացնե այն հերակիրները, որ Արամ Անդոնյանը իր հետ տարած էր եւ հետո ինք նամակ ունի հղված Պողոս Նուբարին, տադավարությանեն անմիջապես վերջ նույն օրը գրված, գնագարակրե թե ինչ տեղի ունեցավ եւ գսե այդ խոսքը գսե շատ մեծ դպավորություն ցկեց ներկաներուն վրա, երբ որ փաստաբանը այդ հերակիրները Տալատի իստորիայությամբ Տալատի կողմեհված հերակիրները ներկայացուց տադարան։ Եվ մասամաշուտ իր նպաստն ալգար, որ Սողոմոն Տերիրյան ազատ արձակվեցավ, նաև գա հետաքրական թեփքը այդ միջոցին մդերմանա Տերիրյանի հետ։ Եվ արիտոմը գրած է, որ ես այն մարդոցմեն էի, որ դադարության ավարտեն վերջ Տերիրյանի հետ կացինք փանդ եւ փանդարգված էր, չէ՞։ Արարգաներ ուներ, այդ անձնական իրերը վերցուցինք, փանդեն, ընդամեն 2-3 հոգի եղած են, մյուսները չենք գիտեր ովքեր են, եւ գսե նույն օրը գսե դոկտոր Լեպսյուսի դան մեջ անմահական գիշեր մանցուցինք Լեպսյուսի Տերիրյանի հետ։ Ըստ երևույթին ուրիշ աղբյուրներում մեջ ես չեմ հանդիպած, չեմ գիտեր իր հուշերում մեջ կա, արդյոք Տերիրյանի հուշերում մեջ արդյոք կա այդ մանրամասնությունը, բայց գսե նույն օրը մեջ գսե հրավիրած էր Լեպսյուսը, իր դան մեջ գսե անմահական իր բարերն են գիշեր մանցուցինք Հենրիկ են ունեցել ըստ երևույթի, հա։ Խմել զրուցել են էլի ենթադրում ենք։ Հա, շատ հետաքրքիր մանրամասներ։ Հետո ինք վերադարձավ Փարիզ եւ եղավ ասկային պատվիրակության քարտուղար։ Ասկային պատվիրակությունը որ գար Պողոս Նուբարի շրջանին, ինք էր քարտուղարը, Պողոս Նուբարը հրաժարեցավ հետո Գաբրիել Նորատունքյանը ստացեց նախագահությունը, այդ շրջանին ալիք մնաց քարտուղար, կամ քարտուղարները մեկը, 2-3 քարտուղար ուներ ասկային պատվիրակությունը, մեկը ինք էր, եւ երբ որ ասկային պատվիրակությունը լուծար ինքնալուծարկի դիմեց, Լոզանի տաշնակրեն վերջ, ինք դարձավ Նորադունգյանի անձնական քարտուղարը։ Գաբրիել Նորատունգյանը հայտնի գործիչ է Օսմանյան շրջանի եւ նաեւ մի շրջան նույնիսկ Օսմանյան կայսրության արտգործնախարար է եղել։ Արտաքին գործոս նախարար էր եւ շատ հարկված անձնավորություն էր եւ այն քանի տարիներում որ ինք միաժամանակ ինք եղավ Նորադունգյանի անձնական քարտուղարը
այդ տարիներում քրի արավ Նորադունկյանի հուշերը։ Եվ ամբողջ գիրքը հադորը չկա գործված է, ինչև այսօր չհրատարակված, ուսանք որ օրը մի օր մի տեղից տեղը մգելն եւ գդպի, բայց Անդոնյանը ասաց որ ես երբ որ գսե իր հուշերը գբատմել եւ ես քրի գարնեի, օրը գսե թուղթերուս մեջ են դրսագով այդ սևակությունները կդա։ Եվ սևակությունները ինքեդո գդբե Փարիզի այդ օրերու աբակա օրաթերթին մեջ։ Եվ շատ հետաքրքրական օրակություն է, շատ հետաքրքրական հուշեր են, Սուլտան Համիդի մասին շատ լավ դերություններ դված են Նորադունկյանը, որովհետև անմիջական պետական պաշտոնյա է, շփում ուներ, Եվ կարի որ Տելիյանի մասին խոսեցանք, թրվակ ու պատմեմ։ Գսե երբ որ գսե ես պիտի երթայի գսե Բերլին, Կացի Նորադունկյանի մոտ եւ զինք տեղյակ պահեցի, որ ես պիտի աշխատանքես բացակայեմ, ինքդ պատասխանատվություն, ասկային պատվիրակության, գսե Կացի տեղյակ պահելու, որ ես պիտի բացակայեմ աշխատանքես եւ երբ որ գիմանա որ պիտի երթա Բերլին Տելիյանի դատավարության, գսե քեզ դեպ պատմեմ գսե։ Այն օրերում որ գսե բոլսո մեջ այդպեսի պատմություն կա եւ մեր այդ օրերու հայերեն օրենքներու մեջ հաջող լուրեր կան, բոլսո մեջ փողոցներու մեջ հազարավոր, տասնյակ հազարավոր շուներ եղած են եւ ներքին գործոս նախարարությունը հրահանգ կուտա այդ բոլոր շուները հավաքել եւ ոչնչացնել։ Եվ Տալատին մայրը, երբ որ գնացի այդ լուրը, օրը Տալատ դուն կվերադառնա, դուն որ գուկա, մայրը շատ ծայրացած է, լսեցի որ գսե ես սկսած եմ, որև իսլամական շունը հարկված բան է գենտանի իդարպերություն գադուին, շունի անտեպ միշտ բանուն հարկանք ունին, գսե մայրը սկսե, ինքը պատմե Նորադունկյանի պատմած է Տալատը, գսե երեք գսե դունկացի, մայրս պարգասած էր և սա որ անվոր այս հրահանքը դված է շուները սպանելու ինքալ շուներու նման թող փողոցը սպաննվի, սատկի և իրալ թիագը գսե փողոցը մնա, թող այնպես ինչպես որ գնեն այսօր և գսե Տալատը պատմած է այս պատմությունը և գսե մայրս չեր գիտեր, որ այդ հրահանքը դվող իր դղան էր Եվ Նորադունկյան գավելցին է գսե մորը անեցկն է որ գսե գործապրվեցավ, իր դղան փողոցը սպաննեցին, մարմինը թիագը այդպես ժամերով փողոցը մնաց և հետո եկան կաշկրտելով դարին, այդպիսի տրվակ կա այս ուշարկության մեջ։ Հետո, պատվիրակության բանի քարտուղարներ։ Պատվիրակության քարտուղար գլա, հետո կանի մդարի գլա Արխիվի տնօրեն անձնական քարտուղարը բանի Նորադունկյանի անձնական քարտուղարը հետո երբ որ 1928 թվականին հայ բարեգործական ընտանիությունը գիհիմնե Փարիզի մատենատարանը Փարիզի հայկական գրադարանը երկու տարի վերջ եւ այդ գրադարանի շենքը գառույց ամբողջ Պողոս Նուբարն որ նվիրած էր կամ ինք հիմնական բաժինումներու մեջ Պողոս Նուբարի մահեն վերջ 1930-ին վերջ գրադարանը մատենատարանը կգոչվի իր անունով Նուբարյան գրադարան այսօր մենք գիտենք Փարիզի նշանավոր Նուբարյան գրադարանն է եւ Արամ Անդոնյանի ամբողջ արխիվը իր հավաքած նյութերը այս փաստաթղթերը որոնց մասին խոսեցանք հուշարկությունները նաեւ իր հուշերը իր անձնական ցերակիները բոլոր գահանցնե Նուբարյան մատենատարան եւ անոնք մինչեւ այսօր կբավին Նուբարյան մատենատարանի մեջ առանցին ֆոնդ մգա առանցին հավաքածո մգա որ գոչվի Անդոնյան հավաքածո իր հավաքած նյութերը Անդոնյանի հավաքած 80 ծերպարով տղտաձրարներու մեջ են աշխարհագրական դասավորումով խարտերի վերապերող առանցին դերձորի վերապերող առանցին տղտաձրար եւ այդպես 80 տղտաձրարներու մեջ են եւ ինք գվարե մատենատարանի տնօրենությունը մինչեւ համարյա իր մահը վերջին քանի ամիսներին չէ մահացավ 1951-ի դեկտեմբերի 23-ին մահացավ ընդամենը քանի ամիս առաջ քանի անգամ առաջարկած են իրեն որ կորզը ցկե անկստյան գոչվի իր նույն գումարը գվճարեք քեզի բան բայց գսիրեր կորզը ճուզեր հերանալ վերջի օրերում գեհիվանտանա հիվանտանոց կդեղափոխեն եւ 2-3 օր վերջ
գմահանա, մինչև մա ինքեր այդ մատենատարանի հիմնադիրը, մատենատարանի տնօրենը, մատենատարանի ամեն ինչը եւ ինք նամակ ունի Աշակ Ալբոյաջյանը, յանին Ալբոյաջյանը իր մեհոտված կխնդրե, ինք կսե որ տունկիդես կսե այն օրեն իվեր որ ես գրատարանը ստացեցի, ես այլևս հանրային կյանքի համար գոյություն չունեմ։ Իրեն համար ամեն ինչ իր գրատարանն է, իր գրքերն են։ Ասեմ նաև որ ասկե ընդամենը քանի ամիս առաջ Նուբարյան մատենատարանի այսօրվա դնորենը դոկտոր Բորիս Աջեմյանը առանցին քիրք տվեց ֆրանսերեն լեզվով եւ երկու ամիս առաջ էր շնորհանդես եղավ, գազեմ փետրվարի կեսերուներ, նվազկան երկու ամիս առաջ Արամ Անդոնյանի գենսակրականի եւ Նուբարյան մատենատարանը իր դոկտորականի իր թեզներ Բորիսի, որ խոսի թե Անդոնյանի առավելապար Փարիզյան կյանքի մասին, Փարիզյան շրջանի մասին եւ Նուբարյան մատենատարանը ինչպես ստեղծվեցավ, ինչպես աշխատեցավ, որովհետեւ Նուբարյան մատենատարանը մեծ փորձություն ապրեցավ երկրորդ աշխարհամարտում։ Եթե ուզում հարցնեի, օկուպացված էր Գերմանիայի կողմից եւ քիրքերը սնդուկներով դեղափոխեցին Բերլին։ Դարիներ վերջ գայելի եղավ որոշ սնդուկներ գտնել, վերադարձնել Փարիզ, հին ցերակիրներ գային գարձեմ անոնք վերադարձվեցան կամ ղրկվեցան մատենատարան, մարամասություններ կան, բայց բարեբախտաբար չենք գիտեր, շատեր կամպաստանեն Ապերյանը, Արտաշես Ապերյանը, որ ինք մեծ բաժին ունեցած է այդ մեկում մեջ, բայց ես այն կարալ զինք կրնամ չամպաստանել կամ այդպես ժխտական չմոտենալ, որովհետև նույնը եղավ ոչ միայն հայական գրատարաններու հետ, այլ Փարիզի բոլոր մյուս գրատարաններուն հետ։ Եվ այնինչ որ դարվեցավ Նուբարյան մատենատարանեն, ցուցակը գա, ընդհանրապես երկրորդական արժեք ներկայացնող նյութեր են։ Գսվի որ Արամ Անդոնյանը շատ փաստաթուղթեր, քիրքեր, հնադիպ քիրքեր, արժեքավոր նյութեր բահած է, ասպես ատորմի եղած է, բազգատորմը, որում վրա գնստել, անորդակ քիրքեր տակ ցուցած է, դարբեր դեղեր քիրքեր տակ ցուցած է, նաև եկած են քիրքերը տեսած են, բոլոր սնդուկներու մեջ տրած են, համած են, 1-2 օր վերջ պիտի կան փոխադրեն, ինք քիշերադեն գաճորի այդ սնդուկները բանալ, լավակույն քիրքերը վերցնել եւ այդպեսի բաթուկներ կան եւ այս բոլորին անդրադարձած է Բորիսի իր քիրքին, որտեղ ամբողջ այդ արխիվը իր դրամատուրգիան տակ է Փարիզի Նուբարյան մատենատարանի մեջ են այս բոլոր շատ է դաշիր պատմությունը եւ բայց ասեմ դարվածը գամ չեն տեսած եւ գամ Արտաշես Ապերյանը ինք որ ընդրեց գիտակցաբար թերևս կարևոր նյութերը չէ դեղափոխած մատենատարանի ամենակարևոր մասը իր արխիվն էր, որ Եզագի արխիվը, Որսո պատրիարքարանի արխիվի շատ մեկ կարևոր մասը ոնք գտնվի։ Երբ որ Զավեն պատրիարքը այլևս Բոլիսը վտանգված տեսավ, իր հավաքած նյութերը, դեղեկատու թիվադի նյութերը բոլոր դեղափոխեցին Փարիզ, Եվրոպայեն հետո մեկ մասը ղրկվեցավ Երուսաղեմ, ցեղասպանության նյութերը ունեն, իսկ Որսո պատրիարքարանի նյութերը մինչև այսօր կբաղվին Նուբարյան գրադարանում Փարիզում։ Եվ այդ բոլորը գերմանացիները բարեբախտաբար չդարին։ Իհարկե ֆանտաստիկ կյանք է ունեցել, շատ այսպես բուրըն իրադարձություններով ու նաև ինքն էլ այնպեսի որակով մարդ է եղել, որ կարողացել է այդ ամբողջը վավերագրել, փաստագրել եւ դառնումով շատ արժեքավոր է մեր համար։ Բայց անտեսված է, չէ՞, չգիտեմ, ես երբ որ սկզբից ասեցի, արդյոք ճիշտ բնորոշում տվեցի, թե չէ։ Չեն կրնարսել անդեսված է, բայց մոռացված է ինչ-որտեղ պետք եղած ուշադրության չի արժանացած։ Շատ քիչ մարդիկ գիտեն, այսինքն իր հավաքած նյութերը հազարավոր էջեր հավաքած է եւ այդ նյութերը մեծ մասամբ մինչեւ այսօր անդիպ են։ Ռայմոն Քևորքյանը, Հարություն Քևորքյանը, որ շրջանում Բորիսեն առաջ Փարիզի Նուբարյան մատենատարանի տնօրենն էր, անլավ օգտագործեց այդ նյութերը իր գրքի մեջ, ցեղասպանության գրքի մեջ, լավ օգտագործեց, առավել Սուրիական անաբադի հետ կապված, համագետրոնացման գայքերու հետ կապված առանցին հատոր տվեց եւ հոն թարգմանաբար ներկայացուց այդ հուշակությունները, բայց անոնք որպես բնակիչ դակավին ամբողջությունը երբեք չեն հրատարակված, քիչ հաջսի որ ունեցած է ավելի քան 40
հանդիպ գործեր, մեկ մասը կան, մեկ մասը գործված են, ունի մամուլի մեջ հազարավոր հոդվածներ, ավելի քան 1000 հոդված ես գրծած եմ մեկտեղել, նշանակի շատ ավելի է։ Սպասում ենք այդ գրքի հրատարակությանը։ Այո, ես որ լինի։ Միրանյան ջան, շատ շնորհակալություն, շատ չափազանց հետաքրքիր էր, կարծում եմ կարևոր էր, որտեվ իրոք նման մարդկանց պետք է ավելի մեծ բան հանրային ճանաչում տալ։ Ինքը արժանի է, այո։ 4 տարի վերջ իր ծննդյան 150-ամյակն է։ Օ, շատ լավ առիթ է։ Իրեն նվիրված միջոցառումներ, գիտաժողով, չգիտեմ, այդ ամբողջ նամականին դվել հազարավոր նամակներ ունի։ Շատ լավ բան ասցիր։ Արժե հավաքել իր այն հոդվածները, մանավանդ, որովհետև հազարով հոդված ունի գայելի չէ բոլորը ամբողջական ժողովածուն դվել, գայելի հադնդիր հավաքել եւ ունի հոդվածներ ցեղասպանության թեմայով, Գրիգոր Բլդյանը այս գիրքը հավաքել, այս գիրքը խմբագրեց տվեց, այո, որ դպված են Պանդոնյանի այն հոդվածները, որոնք գվերապելին առավելապար ցեղասպանության շրջանի ուշադրություններ են, դարբեր մարդոց մասին գրած, բայց բարձր այս մեկը ամբողջական չէր գնահատել, մամուլի մեջ ունի այդպես բազմաթիվ այլ հոդվածներ, ուր ցեղասպանության օրերու իր հուշերը դպված են, առոնք արժե մեկտեղել, առավել ունի լավ հոդվածներ ինտագենսակրական բնույթի 1908-ին գարձեմ բոլսո թերթերը մեկուն գոմե որպես լրագրող գուկա Սուրբ Էջմիածնին գաթողիկոսական ընդրությամբ որպես թղթակից եւ իր այդ օրերու ճանապարհորդական նոտերը կան շատ հետաքրքրական շատ արժեքավոր աղբյուր է դարձեր մարդոց մասին գրած է մեծարենցի մասին օրինակի համար հուշերու այնպիսի գեղեցիկ փունջ ունի մեծարենցը մեր հանջարեղ քրոն 21 տարեկանին այդ կան հիանալի parastեղություն ստեղծեց եւ երբ մամուլի մեջ հոդվածներ parastեղություններ գտվեր կերտերեն շատեր չէին դբեր եւ Արամ Անդոնյան առաջինն էր որ գնահատեց առաջինն էր որ տվեց շատ մտերիմներ դարձան երբ որ մեծարենցը իր parastեղություններու առաջին ժողովածուն ձիազան ժողովածուն պիտի դբեր քանի մը կրոներու դարավ երով կավմենին միշտերում որպեսի առաջապան գրել եւ ներժեցին միշտեր Արամ Անդոնյանը ինք գրեց առաջապանը եւ մարգարեացում վրա որ մեծարենց այս գիրքով անմահության ճանապարհը փրկած է եւ այն օրերում որ մեծարենցը 20-21 տարեկան բադանի երթագավին ինք գրծավ գնահատել եւ հետո նաեւ հուշել գրեց մեծարենցի մասին եւ գվարզի որ մեծարենցի մահեն գար ժամանակ առաջ միակ անձը իր շուրջ իրեն ինք եղած է մահեն ընդամենը մեկ շաբաթ առաջ բազմաթիվ անգամներ հանդիպած են դժկոհած է իր առողջության շատ ուզիչ ասես բազմաթիվ այլ Հա, չէ, շատ կարևոր անձնավորություն է մեր պատմության համար 20-րդ դարի սկզբի, 20-րդ դարի առաջի կեսին սկզբի եւ նաեւ իր կատարած աշխատանքն է եւ ավերականացնելու առումով եւ իր գրական ստեղծագործությունները եւ նաեւ վարչական Էթնոբարյան գրադարանի վերջու հիմքերը գցել եւ դանել դրա համար կարծում եմ որ շատ լավ բան ասցիր փորձենք նաեւ այդպես մեր պետական այսպես մարմիններին ուշադրություն հրավիրել որ գիտաժողով հա գերատարակում փողոց անվանակոչել ինչի չէ որ այսինքն շատ ձևեր կա որ կարելի է այս մաշտում պատվել իր պատմվածներու ժողովածում այն սև օրերում Հակոբ Օշագանը որ ամենախիստ քննադատներ ինչ բարձր քննադատած է այդ քիրքը եւ գրած է իրեն նամակի մեջ գսե որ ես հիմա գսե երկու աշխատանքի մասին կմտածեմ մեկը այն է որ մնացորդած բեբը գար որ գիսավարդել այդ մեկը ավարտեմ եւ գամ գսե կումասիտ որ գրած եմ համապատկերի մեջ այդ մեկը ընդարձակեմ 3-400 էջանոց քիրքի վերածեմ որտեղ գսե քու թեմատ իմ սրտից խոսող թեմայի թուրքի թեման է եւ ինչ գեղեցիկ պատմվածքներ են հա Միրանյան ջան, վերջի մի հատ հարց ունեմ, բոլոր հյուրերից տալիս եմ այդ հարցը, ինչու զբաղվել պատմությամբ, ինչու ուսումնասիրել պատմություն, որովհետև շատ մարդիկ կան, որ ասում են, հա լավ, ինչի է պետք, քիմիայով, քիմիան, ֆիզիկան, մաթեմատիկան, պարզ է, երևում է ինչ ես անում, այսինքն այսպես նախ արդյունքներ էր ավելի։ Մենք միշտ տեսենք պատմությունը ինքզենք կգրտն է, պատմութերեն տասել պետք է առնենք եւ ըստ երևույթին երբեք չենք արվի։ Իրականությունը եթե այսպես քննական ծավով մոդելանք կբարձրի որ մենք
պատմութերեն բան չեք սորված, չեք սորվիր։ Այնքան կխոսվի Թուրքի մասին, այնքան կխոսվի ցեղասպանության մասին եւ դեր կան մարդիկ դժբախտաբար բարձր թիրքերով վրա, որոնք կամ չեն գիտեր, կամ չգիտնալ գծեվացնեն, կամ չեն գիտեր, բացատրություն չունի ասնելը։ Հա, համաձայն եմ, դրա համար պետք է զբաղվել, պետք է կաշտալ եւ կարողանալ նաեւ օգտագործել այն գիտելիքը, որը մեզ տալիս է պատմությունը։ Միրանջան, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն քեզի։ Հաջողություն։